ժամանակ զրկված էիք Սրբազանի ներկայությունից, նա չէր կարողանում մասնակցել պատարագներին, չնայած հիմա շաբաթվա մեջ 1 օր է, բայց ինչ-որ փոփոխություններ կան դրանից հետո հավատացյալները գուցե ավելի սիրով են արդեն գալիս, իր ներկայությունը նրանց ոգևորում է։ Անշուշտ Միքայել Սրբազանի ներկայությունը ինքը աուրա է ստեղծում, որովհետև եւ որպես առաջնորդ Միքայել Սրբազանը եւ նաեւ որպես մի հոգեորական, ով իր կյանքի ճանապարհի մեջ ունի բազում եւ հայրենասեր գործունեություն է ծավալել եւ նաեւ եկեղեցական իր ծառայության մեջ Միքայել Սրբազանը ինքը որպես եպիսկոպոս, որպես առաջնորդ եզակի մարդկանցից մեկն է իմ գնահատականով եւ իր ներկայությունը բնականաբար մեծ փոփոխություններ է բերում այն իմաստով, որ անշուշտ իրենով որ ընդունում է, իր կատարած գործունեությունը ճանաչում է, այդ մարդիկ բնականաբար սիրով եւ մեծ ուրախությամբ գալիս են, չնայած մինչեւ էլ էին գալիս, բայց այս անգամ արդեն մի փոքր այն իմաստով, որ իրենց աղոթները, որ մինչեւ այդ հնչեցնում էին Միքայել Սրբազանի համար, Տերը լսելի դարձրեց եւ հիմա այս պահին ճիշտ է փոքր ժամանակով, բայց Միքայել Սրբազանի ներկայությունը տեսնում ենք նաեւ եկեղեցում, ինչը որ կասված, որ ապագայում հնարավորություն լինի նաեւ Միքայել Սրբազանի լիարժեք գործունեության հետ կապված, որովհետեւ զուտ ներկայությունը լավ է, բայց մենք կարոտ ենք Միքայել Սրբազանի խոսքին, քարատներին եւ այդ իմաստով որ մի բան փոխվի դեպի ավելի դրականը, շատ ավելի ուրախ կլինենք։ Սրբազանի առողջական վիճակն ինչպես է, տրամադրությունը ինչպես է։ Միքայել Սրբազանը որպես կանոն շատ չի խոսում այդ մասին ու չի էլ անդրադառնում, ինքը միշտ էլ ով ինչ հարցնում է, ասում է ես լավ եմ։ Այդ մարդիկ կան հենց այդ տեսակի են, որ իրենք չեն ուզում, ասենք, թեկուզ եթե ինչ-որ մի բան մոտները խնդիր ունեն առողջական, իրենք չեն ներկայացնում այդ առողջական խնդիրը, որպես առողջական խնդիր, այլ ասում են լավ են։ Դե գալիս է դա մարդու հզոր հոգեվիճակից։ Ամեն մարդ չէ, որ այդ հոգեվիճակը ունի հզոր, մարդկա մի բան չի եղել, տնկտնկում է։ Իսկ Միքայել Սրբազանը այն մարդկանցից է, այն մարդկանց շարքից է, որ ինքը հզոր մի անձնավորություն է եւ հզոր լինելը բնականաբար արտահայտություններ ունի, որը ցույց է տալիս մարդու տեսակը։ Ես միշտ ասել եմ, մարդու գործն է ցույց տալիս մարդու տեսակը։ Մարդու գործունեությունը, կատարած իր մոտեցումները, աշխարհ հայացքը եւ նաեւ եւ հայրենիքի եւ եկեղեցու նկատմամբ կատարած իր գործունեությունը ցույց է տալիս տվյալ մարդու տեսակի վիճակի մասին։ Այսինքն ինչ տեսակ է, ինչ որակ ունի եւ ինչի է պատրաստ։ Տեր հայր, քաղաքացիական պայմանագիրը վերջերս հրապարակել էր նախընտրական ցուցակը, որում հատուկ կետով անդրադառնում են եկեղեցուն եւ նշում են ինչպես այնտեղ գրված է եկեղեցու փաստացի պետին պետք է կոչեն հանգստի։ Այսինքն նաեւ դրա համար են մարդկանցից քվե խնդրելու։ Դուք ինչ կարծիք ունեք, ինչ եք կարծում մարդիկ այդ դրույթը ընդունելու են եւ իրենց ընտրելու են։ Մտածեք, ուրեմն ամեն մարդ, ինչպես որ ասացի, իր տեսակի վերաբերմունքն է ցույց տալիս։ Հիմա եթե այդ տեսակի վերաբերմունք է, բնականաբար ժողովուրդը իր գնահատականը պիտի տա։ Դուս գալ եկեղեցու դեմ, որ նոր հայն հայ է պահել։ Հիմա մենք որ հայերեն հիմա խոսում ենք, այդ հայերեն խոսակցությունը, մեր մատենագրությունը, ով է որ պահել է։ Պետություններն են պահել մեր այո, պետությունը իր ֆունկցիաները կատարել է, բայց ժամանակ եղել, որ այդ պետության բացակայության շրջանում եկեղեցին է զբաղվել։ Հիմա էլ է զբաղվում։ Հիմա միթե մեր պետությունն է զբաղվում կամ մեր իշխանությունն է զբաղվում տարբեր տեղերում օտարության մեջ գտնվող մեր հայերի հոգևոր կեցվածքի կրթության եւ դաստիարակության գործով կամ հայ պահպանության գործում։ Ինչը մեր իշխանությունն է անում դրսում դա։ Բնականաբար արյուզի բաժինը անում է հայ եկեղեցին, համախմբում է ժողովրդին, ուսուցանում է ժողովրդին, բացատրում է ժողովրդին, թե ինչ տեսակ պիտի լինի հայը, որովհետեւ եթե այդ տեսակից շեղվում է, աշխարհաքաղաքացի կարգավիճակում է գալիս եւ այդ աշխարհաքաղաքացի կարգավիճակը բնականաբար չի ենթադրում ազգային մոդեցում, այսինքն մենտալիտետ ազգային չի ունենում։ Մարդը լինում է ընդհանուր աշխարհի քաղաքացի, բոլոր տեղերը իրան լավ է։ Այսպես որ ժողովուրդն է ասում, որտեղ հաց, այնտեղ կաց։ Այդ վիճակով ապրում է։ Հետևաբար մենք հայերս շատ ու շատ իրենք, հատկապես եկեղեցականներս, մեր հայ ժողովրդի հայ տեսակի պահպանության եւ այդ տեսակի մեջ է զորացման ընթացքին։
Դրա համար մեր այս գործունեությունը նաև հոգևոր գործունեության հետ զուգահեռ նաև մենք այն մոտեցումն ենք ունենում, որ մեր ժողովրդին փորձում ենք կրտել, դաստիարակել հայեցի։ Շատերը կարող են ասել շատ քիչ է ստացվում, շատերը կարող են ասել շատ է ստացվում, դա ամեն մեկի կարծիքն է, բայց ինչ վերաբերվում է իշխանության կամ այդ թևի մոտեցումներին, այն բանի հետ կապված, որ այս մի բանը ուզում են փոխել, այն մի բանը հանել, դա ասում եմ, վերաբերմունքի հարցն է, ցույց է տալիս մարդու տեսակի կարգավիճակը։ Թող ժողովուրդը ինքը մանավանդ հիմա այլ ընտրությունների մոտ ենք, թող ինքը իր գնահատականը տա, որովհետև ժողովուրդն է ինքը ցույց տալու, թե ինքը ինչ տեսակ է, որ տեսակն է պահպանում, որ տեսակն է պաշտպանում, եւ որ տեսակին է դեմ, եւ այդ արտահայտություններով ինքը իր թեկուզ իր սովորական մի ձայնի արտահայտությամբ կարող է ցույց տալ իր տեսակը եւ որակը։ Տեր Հայր, այսօր այն համայնքն է Կներես, Տեր Հայր այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրի է գալիս եւ նշել է, որ եկեղեցիներ է այցելելու քաղաքացիների հետ։ Տեղեկություն ունեք, գուցե եկեղեցիներից որևէ մեկում պատարագի է մասնակցելու։ Հոգևորականների հետ արդեն շփվել են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, որովհետեւ սովորաբար այցելից առաջ գալիս են, շփվում են, եթե համաձայն չեն հոգևորականները նրա վարած քաղաքականության հետ, այլ հոգևորական են բերում նրա համար պատարագ մատուցելու։ Շփումներ եղել են։ Անձամբ ինձ հետ շփում չի եղել։ Բայց ասենք ես չեմ կարող ասել մնացածների տեղը, որովհետև ամեն մեկի հետ կարող է առանձին շփում լինի, բայց չեմ կարծում, որովհետև մի բան է տևական կալ մնալու պատարագին, մի բան է պարզապես այցելություն, իսկ եկեղեցին բաց է բոլոր իր զավակների համար, թեկուզ եթե զավակներ կան, որ պայքարում են նույն այդ եկեղեցու դեմ, ինչպես որ ծնողի համար զավակներ կան, որ մեկը չար է, հագարակվող է, մյուսը ավելի խելոք է, այդպես է եկեղեցու հոգևորականի համար եւ առավել եւս Աստծո համար, բոլորն էլ իր զավակներն են եւ բաց է եկեղեցին բոլորի առաջ։ Եվ այդ իմաստով բոլորն էլ կարող են մտնել, աղոտ կանել կամ ապաշխարության համար թեկուզ իրենց խնդրանքը ուղղել Աստծուն։ Սա այսքան այդ մասով մնացածը արդեն ես անկեղծ ասած տեղյակ չեմ շարժման այդ process-ներին, թե ինչպես են, ինչ պլանավորումներ ունեն, որտեղից ու պիտի գնան ինչ պիտի անեն, դա ինձ թվում է ավելի շատ այն մարմինները կիմանան, ովքեր որ զբաղվում են այդ գործունեությամբ։ Տեր Հայր, Գյումրին այն միակ համայնքն է, որտեղ չգտնվեց գեթ մեկ հոգևորական, ով կհամաձայներ իր մասնակցության պատարագին զեղչել Վեհափար Հայրապետի անունը, ինչպես նաև առաջնորդի անունը, եւ ստիպված եղան իրենց հետ բերել հոգևորականի։ Այսինքն ստացվում է, որ Գյումրիում բոլոր հոգևորականները միակարծիք են եւ դեմ են իր վարած քաղաքականությանը։ Դե փաստացի այդպես է ստացվում։ Եվ նաև հոգևորական չլինելով, որ պատարագ մատուցի տեղի, այսինքն Շիրակի մարզի մեջ, նաև ցույց տվեցին, որ սրանով Գյումրին միշտ իր վերաբերմունքը ունի հատուկ, եւ նաև մյուս կողմից էլ տեսնում ենք, որ բռնազավթում տեղի ունեցավ։ Մենք այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարություններ կատարեցինք, ասացինք, որ մի մոդեցում է կատարվել, որը որ ճիշտ մոդեցում չէ, որովհետև եթե մի բան է, որ գալիս է միտեղ, որտեղ որ համաձայնության վիճակ կա, եւ ասենք քահանան համաձայնվել է այդ քայլը կատարել, Վեհափար Հայրապետի անունը զեղչել, բայց մի բան է, որ գալիս է միտեղ, որտեղ որ որևէ մեկը չի համաձայնվել, եւ ստիպված այդ տեսարանին ագանատես եղավ, այսինքն բռնազավթվել եւ նաեւ կանչել մարդկանց, որոնք որ այս թեմը չէին ներկայացնում։ Հետևաբար սա մի իրավիճակ էր, որն ցույց տվեց, թե ինչպես պիտի մարդը կարողանա իր կեցվածքով, իր դիրքորոշումով հստակ կանգնած լինի իր ամուր ոտքերի վրա։ Սա պիտի լինի սկզբունքային։ Իհարկե մենք ցավ ենք ապրում մեր բոլոր մյուս հոգևորականների համար, ովքեր որ որոշակի պարզ բաներ կան, որ չեն կարողացել ընկալել, հասկանալ կամ կարող է իրանց անձնական մոդեցումներում որոշ բաներ կա, որ մենք տեղյակ չենք, բայց այդ անձնական վիճակը բերել է նմանատիպ դրության իրենց համար, որ իրենք չեն կարողացել խուսափել ինչ-որ մի քայլ կատարելուց, բայց ես դատավոր չեմ, ես չեմ կարող իրեն որևէ մեկի տեղը խոսել, մանավանդ այն հոգևորականների շարքի, որոնք որ հիմա դեռ մնում են հոգևորական, քանի որ հոգևորական են մնում, իրենք դեռ այս պահին օծված են, դեռ այս պահին, այսինքն մնացածներն են, ով որ կարգալուծել լինում, օծումը չես հանի, բայց որ արդեն կարգալուծության վիճակն է գալիս մարդուն, այսինքն ինքը շնորհազրկվում է։ Այդ ժամանակ արդեն մի փոքր ուրիշ դրություն է դառնում իր կյանքում, բայց մեր հասկանալով մեր կարծիքը հետեւյալն է, որ
ամեն մարդու դադավորն Աստված է։ Մենք պարզապես պետք է փորձենք մեր որոշումների մեջ լինել շատ հստակ, պահպանելով, հետևելով Քրիստոսի խոսքին, որովհետև Քրիստոս ասում է, ես եմ ճշմարտությունը եւ կյանքը։ Հետևաբար ճշմարտությունն ու կյանքը Քրիստոսով է։ Հիմա եթե մեկը կարող է պատկերացնել Քրիստոսից դուրս է ճշմարտությունը, թող այդպես պատկերացնի, այդպես գործե։ Իր դատաստանը ինքը դրանով ստանում է։ Մեր մոդեցումը սա է, որ մենք պետք է սկզբունքային լինենք, չփոխենք Քրիստոսի խոսքերը եւ նաեւ մեր Սուրբ Հայրի թողած ժառանգություն ու վարտապետությունը պահպանելով գործենք։ Սա եղել է փաստացի նաեւ Շիրակի թեմի քահանաների մոդեցումը եւ նաեւ ժողովրդի մոդեցումը։ Ինքը որ նկատեք այդ պատարակներին, այստեղ որ եկել է, հիմնականում ներկայությունը իր հետի մարդիկ էին։ Մեկը քանի հոգի, ասենք, այդ կուսակցությանը հարող մարդիկ։ Մեծամասամբ բոլոր, ասենք, քրիստոնյա հավատացյալներ հայ առաքելական եկեղեցու գնացին տարբեր եկեղեցիներ պատարակներին մասնակցելու համար։ Հետևաբար այդ իմաստով կարելի է ասել, ֆիքսել, որ համախմբումը ոչ միայն հոգևորականության մեջ էր, նաև քրիստոնյա ժողովրդի համայնքի մեջ այդ համախմբումը մենք նկատելի տեսանք։